Մայիսի 11-ին Երևանի Սուրբ Աննա եկեղեցունքից ՀՀՄ գրասենյակում տեղի ունեցավ մամուլի ասուլիս նվիրված Մասյացոտնի թեմի շուրջ ստեղծված իրավիճակին։ Մայրաթորի փաստաբան Արա Զոհրաբյանը և թեմի առաջնորդ հոգեշնորհ Ռուբեն Վարդապետ-Զարգարյանը ներկայացրեցին այն հակաիրավական և հակականոնական դրույթները, որոնց պայմաններում այսօր ստիպված է գործել թեմը։ Արա Զոհրաբյանը նախ անդրադարձավ այն իրավական գործընթացներին, որոնց միջով անցնում է Մայրաթոռը նախկին եպիսկոպոսի գործողությունների պատճառով։ Արման Սարոյանը կարգալույց հռչակվելուց և թեմի առաջնորդի պաշտոնից հեռացվելուց հետո ոչ միայն հրաժարվում է թողնել պաշտոնը, այլև դատական հայց է ներկայացրել, վիճարկելով ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությունը։ Ավելին, կարգալույց հոգևորականը շարունակում է տնօրինել Մայրաթոռի ֆինանսական միջոցները։ Եվ այս առումով դատարանը նայեք ինչ վատ վիճակ է ստեղծել հայ առաքելական սուբեկեղեցու համար։ Հիմա Արման Սարոյանը, որը ինչպես գիտեք նաև չի հանդիսանում հոգևորական, որովհետև կարգալույց է հռչակվել, Արման Սարոյանը այսօր բանկային հաշիվներով գործարքներ է կատարում։ Դատարանի որոշման և հարկադիր կատարողի կամայական մեկնաբանության հիման վրա։ Ավելին, ամենայն Հայոց կաթողիկոսը, երբ որ նրան զրկել էր պաշտոնից, նաև դադարեցրել էր նրա լիազորությունները բանկում։ Եվ հարկադիր կատարողը ինքը կատարողական վարույթի օրենքի կամայական մեկնաբանությամբ ինքն է լիազորել Արման Սարոյանին, որպեսզի նա բանկում գործարք կատարի։ Այսինքն հարկադիր կատարողը իրեն դրել է ամենայն Հայոց կաթողիկոսի տեղը եւ նման լիազորություն է տվել։ Եվ այսօր Արման Սարոյանը այդ բանկային հաշիվներին մատչելիություն ունի, ավելին կառավարում եւ տնօրինում է, չունենալով դրա իրավունքները։ Պետք է տեղեկացնեմ, որ ապրիլի 1-ի դրությամբ արդեն ավելի քան 15 միլիոն դրամ նա այդ հաշիվներից դուրս էր հանել եւ այդ հաշիվներում էլ բազմաթիվ դրամական միջոցներ կան, որոնք մենք մտահոգություն ունենք, որ նա կարող է վատնել։ Արա Զոհրաբյանը շեշտեց, որ իրավական համակարգի գործողությունները ակնհայտորեն ուղղորդված են քաղաքական ճնշումներով, քանի որ Մայրաթոռի հայցերը հետևողականորեն մերժվում են, մինչդեռ հարկադիր կատարողները գործում են Արման Սարոյանի քմահաճույքներով, կատարելով նրա բոլոր պահանջները։ Փաստաբանը լրագրողներին ներկայացրեց նաև բանկային մի փաստաթուղթ, որտեղ թեմին առնչվող ֆինանսական գործարքներ կատարելիս նա ստորագրել է իր աշխարհիկ անունով։ Իրավաբանը տարակուսանք հայտնեց, արդյոք այստեղ անձի երկրության հարց չկա, ինչպես է իրեն դեռևս թեմակալ առաջնորդ համարող անձը ֆինանսական գործարքների ժամանակ հանդես գալիս աշխարհիկ անունով։ Ինչ են արել։ Երբ որ ամենայն Հայոց կաթողիկոսը կարգալույց հռչակեց Արման Սարոյանին, իրենք դա համարեցին, որ դա իբրև խոչընդոտում է դատական ակտի կատարմանը։ Մինչդեռ պաշտոնից ազատելը եւ կարգալույց հռչակելը դրանք տարբեր բաներ են։ Որովհետեւ նա հոգեվորական կարգավիճակից նա պաշտոն է։ Եվ չէր կարող օրինակ նույնիսկ եթե համարենք, որ այդպիսի վեճ կա, վեճը չէր կարող ամբողջությամբ արտոնություն տալ, ինդուլգենցիա անել, ասենք Արման Սարոյանին, որ ինչ ուզի անի, եւ վեհապար հայրապետը նրա վարքին չի կարող անդրադառնալ։ Այդպիսի բան չէր կարող լինել եւ բնականաբար ինչ արեցին, քրեական հետապնդում հարուցեցին ամենայն Հայոց կաթողիկոսի, 6 եպիսկոպոսի եւ 1 քահանայի նկատմամբ։ Ընդորում սա խայտառակ գործ էր եւ ասում եմ, սա պատմական մեր ամոթի օրներ, երբ որ նման գործընթացով իրենք գնացին առաջ։ Արդեն 4 ամիս է իրավապահ համակարգի կողմից տարբեր բռնաճնշումների են ենթարկվում Մասյացոտնի թեմի առաջնորդն ու հոգևորականները։ Ասուլիսի ընթացքում պարզ դարձավ նաև, որ հայր Ռուբենը հարկադիր կատարումն ապահովող ծառայություններից պարբերաբար ծանուցումներ է ստանում, որոնց պահանջները չկատարելու դեպքում սպառնում են քրեական պատասխանատվության ենթարկել։ Վարդապետն արդեն հրավիրվել է քննչական կոմիտե եւ հարցաքննվել որպես վկա։ Չնայած այս ամենին, Մասյացոտնի թեմի առաջնորդն իրեն անվերապահ աջակցություն հայտնած հոգևոր դասի եւ հավատացյալների հետ շարունակում է իր ծառայությունը ի նպաստ Հայոց եկեղեցու եւ հայրենիքի։ Մոտենում են ուրեմն քահանաներին եւ սպառնում են, որ եթե չեք ընդունում այն կեցվածքը, որով պետք է դուք էլ չճանաչեք ամեն Հայոց հայրապետի տնօրինությունը, նշանակում է դուք դեմ եք գնում ուրեմն պետության քաղաքականությանը, հետևաբար մենք ժողովրդով, թե ինչ ժողովուրդ ես չգիտեմ, ոնց հասկանում եմ
ժողովրդի անունից նույն ժողովրդի դեմ է աշխատանք տարվում, ձեզ կհեռացնենք, կվտարենք, կփոխենք, եկեղեցիների կողպեքները կփոխենք, որոշ դեպքերում եկեղեցին առաջարկվել է նույնիսկ որոշ ժամանակով փակել հավատացյալների առջև, մինչև այս թնջուկը ուրեմն վերջնականապես կլուծվի, երբ քահանաները անհողդողդ են մնում, 20 քահանա, թեմի 23 քահանաներից 20-ը իրենց հովություններում չեն նահանջում այս մոլորեցման ստի եւ մյուս կողմից վախի այս մթնոլորտի միջավայրի ներշնչանքի առջև գործի են անցնում իշխանության մյուս ճյուղերը եւ այս դեպքում արդեն դատարանը, որը կայացնում է անօրինական որոշում, բոլոր փաստաթղթերով իրավական, այդ թվում նաեւ միջազգային, պետությունը իրավունք չունի միջամտելու եկեղեցու ներքին կառավարման կյանքին, առավել եւս ինչ որ մի թեմի առաջնորդի փոփոխությանը, դեռ փոփոխության ընդամենը ետ է կանչվել Մայրաթոր Սուրբ Էջմիածին եւ առաջնորդ է փոխվել, որը կանոնադրությամբ, որը ներկայացված է պետության մոտ եւ որին դատարանը իբրև թե մի որոշ հոդվածների հղում է արել իր միջանկյալ որոշումը կայացնելու համար, այդտեղ ուրեմն սևով սպիտակի վրա արձանագրված է, որ ամենայն հայոց կաթողիկոսի իրավասության շրջանակում է ըստ անհրաժեշտության թեմի առաջնորդ նշանակելու, թեմի առաջնորդ փոխելու, թեմ բացելու, թեմ փակելու, իր բացարձակ իրավասության շրջանակում է։ Փաստաբան Արա Զոհրաբյանը հավելեց, որ հակասահմանադրական եւ հակաիրավական է նաեւ եկեղեցական ծառայությունների կասեցումը զինված ուժերում եւ քրեակատարողական հիմնարկներում։ Եկեղեցի պետություն համագործակցությունն ամրագրված է իրավական հստակ դրույթներով եւ պետությունը խախտելով ու անտեսելով դրանք դիմում է հակաօրինական քայլերի։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը հոգևոր ծառայություն չի իրականացնում քրեակատարողական հիմնարկներում։ Սա թող իմանան հատկապես քրեակատարողական հիմնարկների ուրեմն եւ աշխատողները եւ ազատազրկված ուրեմն մեր եղբայրներն ու քույրերը։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը կամ Հայաստանի այս առաքելական Սուրբ եկեղեցին հոգևոր ծառայություն չի իրականացնում հայտնի պատճառներով։ Հիմա ես լսեցի, որ անատների հետ կնքված այդ պայմանագրերի շրջանակում էլ այս պահին չկա այց։ Չեմ կարողացել ճշտել մեկ քահանայի պարագան։ Մնացած դեպքերում այց չկա։ Երևան կենտրոն հաստատ չկա։ Դուք կարող եք դա ավելի հստակ ճշտել ուրեմն քրեակատարողական ծառայությունից։ Բայց իմ ասելիքը ուրիշ բան է վերաբերելու, սա նաև բնութագիր է։ Բնութագիր է այսօրվա իշխանությունների եւ այն պետական կառույցների, որոնք շրջանցելով իրենց տրված լիազորություններն ու պարտականությունները սահմանադրությամբ եւ օրենքներով կատարում են հրամաններ, այսպես ասած։ Քրեակատարողական ծառայությունը պետական կառույց է, դա ինչ-որ կուսակցության կառույց չէ։ Լավ, պետական կառույց է, որտեղ Հայաստանի առաքելական Սուրբ եկեղեցին վերջի 12 տարվա ընթացքում գործել է պայմանագրով, դրանից առաջ բանավոր պայմանավորվածությամբ։ Ու իդեպ ձեզ ասեմ, առանց չափազանցնելու, քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայության համար մենք ամբողջությամբ պարտական ենք այսօրվա ամենայն հայոց հայրապետի։ Նախընտրական այս ժամանակահատվածում, նույնիսկ 1 տարի առաջ, եկեղեցու դեմ նման պատերազմ հայտարարելը դա, այսպես ասեմ, ոչ ձեռնտու գործ էր, որովհետև բոլորն է հասկանում են, որ նույնիսկ
ՔՊ հարող շրջանակներում կան նաև մարդիկ, ովքեր եկեղեցու հետ կապ ունեն։ Եվ բնականաբար առնվազն նրանց դուրը չի գալու, որ եկեղեցու նկատմամբ նման հալածանքներ են լինելու կամ եկեղեցականների նկատմամբ։ Եվ սա բերելու է բացական վարկանիշի։ Ընդ որում նաև ես տեղեկություններ ունեմ, որ հենց Նիկոլ Փաշինյանը որոշակի առումով հիմա ծիսական կյանքին չի միջամտում, որովհետև իրեն հստակ ասել են, որ վարկանիշը լավ ընկել է դրանից, որ դու մտնում ես, խմբագրում ես պատարագի բովանդակությունը եւ այլն, ինքը տեսել եք արդեն սկսել է կանոնական ծեսերին մասնակցել, ել չի մտնում միջամտում։ Այսինքն դա էլ է պայմանավորված, որ հասկացել են, որ դա լուրջ վնաս է իրենց բերում։ Լավ հարց է ցակում, ինչու է Նիկոլ Փաշինյանը ամեն դեպքում շարունակում այս գործընթացը։ Սա իմ անձնական կարծիքն է, սա Մայրաթորի կարծիքը մի ընդունեք, իմ անձնական կարծիքն եմ ասում։ Տեսեք, ակնհայտ է, որ այս գործընթացը նշանակում է, որ շահառուները հենց իրենք չեն։ Շահառուները իմ անձնական կարծիքով սա թուրք-ադրբեջանական այդ ուժերն են, որոնց համար եկեղեցին միշտ էլ եղել է սպառնալիք։ Ինչու, որովհետև պարզ է, չէ, որ մեր ինքնության պահապանը եւ մեզ մշտապես հիշեցնողը դա եկեղեցին է։ Եվ նաեւ եկեղեցին մեծ դերակատարում ունի Սփյուռքի համախմբան հարցում։ Իսկ Սփյուռքը այսօր կոնկրետ Թուրքիայի համար սպառնալիք է մեծ։ Մայրաթորի փաստաբանը համոզմունք հայտնեց, որ եկեղեցու դեմ իրականացվող անօրինական գործողությունները ժամանակի ընթացքում արժանանալու են պատժի։ Դատաիրավական համակարգի այն աշխատակիցներն ու նախկին հոգևորականները, որոնք գործել են Մայրաթորի դեմ, պատասխան են տալու օրենքի ողջ խստությամբ։ Եվ Արման Սարոյանի վարքագիծը, եւ հարկադիր կատարողների վարքագիծը, եւ քննիչների, դատախազների եւ այն դատավորների, ովքեր այս Պանդորայի արկղը բացել է եւ բաց այդ ապօրինի գործողությունները կատարել։ Հավատացեք, այս հարցով մենք հետամուտ ենք լինելու։ Դուք ինքներդ որպես լրագրողներ ապագայում դա կտեսնեք։ Սա չի լինելու այնպես, որ մենք տեսնում ենք, չէ, դատավորներ, քննիչներ, ովքեր նախկինում շատ վատ ձեռագրեր են ունեցել, հիմա էլի նույնպես շարունակում են աշխատել, նույնիսկ ներկայ իշխանության մոտ մեծ հեղինակություն են։ Այս անգամ այդպես չի լինելու, հավատացեք։ Չի լինելու այդպես եւ իրենք անպայման պատասխան են տալու, որովհետեւ կան կարմիր գծեր, որոնք չի կարելի անցնել։ Լուսինե Բալյան, Վրամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։